Երևանն է խոսում։ Երևանն է խոսում։ Հեռուստատեսության կյանքի գրեթե հենց սկզբից 1950 Աղի պրոբլեմի կարգավորմանը։ Պետական միության Կոմկուսի կենտկոմի գլխավոր Մոսկվայի մշակույթի հայկական կենտրոնում բացվել է ամերիկահայ նկարիչ Այժմ Սվետլանա Հարությունյանի ռեպորտաժը։ Դա ամենաբարձր մակարդակն էր համարվում։ Բարի երեկո։ Առաջիկա օրերին Հանրապետությունում սպասվում է իրադարձություն, որի կարևորության մասին բազմիցս խոսվել է։ Արտերկրում եւ մայր հայրենիքում ճանաչված անուն է սփյուռքահայ նկարիչ Լևոն Ժամպոչյանը։ Նա հայրենիքին առնչվող բարեգործական լուրջ ծրագրեր ունի։ Լրաբերտ երկաթվական ծրագրի աշխատանքային խումբը շարունակում է իր աշխատանքը ուղիղ եթերում։ Բարի երեկո։ Այսօր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը շարունակեց իր աշխատանքը։ Նիստի ընթացքում պատգամավորները մշակեցին բնության պահպանության մասին օրենքի նախագիծը։ Պատգամավորները իրենց ելույթում նշեցին, որ ստեղծված էկոլոգիական իրավիճակը կարող է բացասականորեն անդրադառնալ ազգաբնակչության առողջությանը։ Բարի երեկո սիրելի բարեկամներ, Ամերիկայի Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքի Նյու Յորքի գլխավոր խորհրդանիշներից մեկը առևտրի համաշխարհային կազմակերպության երկվորյակ անվանակոչված շենքերը այլևս չկան։ Ցավոք, սակայն սա միայն մի մաս է այն մեծ ողբերգության, որ այս րոպեներին ապրում է Միացյալ Նահանգների ժողովուրդը, եւ որի պատճառով մենք ստիպված ենք եթերում աշխատել արտակարգ ռեժիմով եւ բարբերաբար ընդհատել մեր ծրագրերը։ Արդեն ձեզ ընդհանուր առմամբ տեղեկացրել ենք, թե ինչ էր կատարվում ընդամենը անցած մի քանի ժամերի ընթացքում Միացյալ Նահանգների Նյու Յորք եւ Վաշինգտոն Բարև ձեզ առաջին ալիքի եղե։ Այսօր աշխարհի հայությունը ոգեկոչում է 15 թվականի հայոց ցեղասպանության զոհերին։ 90 տարի առաջ այսօրը արմատավորականության ականավոր դեմքերին ձերբակալելու հրամանը։ Հանճարեղ պոետներն ու գրողները
Լուրերի ժամն է, բարի օր։ Հարավային Օսիայի մայրաքաղաք շաբաթօրյա լուսաբացը դիմավորել է ավերակների մեջ։ Նախորդ օրվա մարտերում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 1500-ի։ Այսօր բոլոր կրակակետերը, որտեղից վրացական կողմը գնդակոծում էր Ցխինվալը, արդեն գտնվում են ռուսական հսկողության տակ, իսկ քաղաքի ծայրամասերում մարտերը դեռ շարունակվում են։ Հայլուր շարունակում է աշխատանքը եթերում, բարի առավոտ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հրապարակել նախնական տվյալներ նախագահական ընտրությունների արդյունքի վերաբերյալ։ Այս պահի դրությամբ ստացած ձայների ավելի քան 50%-ով Սերժ Սարգսյանը հաղթում է առաջին փուլում։ Ձայների զգալի տարբերությամբ նրան հետևում է Լևոն Տեր-Պետրոսյանը, առաջատարների եռյակը եզրափակում է Արթուր Բաղդասարյանը։ Կենտրոնական ընտրականում քվեարկության արդյունքի վերաբերյալ տվյալները անընդհատ փոխվում են։ Բարի երեկո, եթերում Հայլուրի հիմնական թողարկումն է, ես Քրիստինա Մելքոնյանն եմ, առաջիկա րոպեների ընթացքում առաջարկում եմ դիտել։ Ինչ է արվել եւ ինչ է արվելու, Հանրապետության նախագահը գերությունից իրավիճակը հսկողության տակ է առել վարչապետ Պուտինը։ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը։ Բարի երեկո, առաջին ալիքի եթերում Հայլուրի հիմնական թողարկումն է, օրվա թեմաների մասին նախամարով։ Նամակ Բան Կի Մունին, Ադրբեջանը շարունակ խախտում է թուրքական բանակում։ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացությունը կառույցի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում հրադադարի Հայկական առաջին հեռուստաալիքի եթերում Հայլուր Սփյուռքն է, բարի երեկո։ Աղանդավորների ագրեսիվ կեցվածքը նորություն չէ, նրանք միշտ էլ վարել են ագրեսիվ քաղաքականություն։ Այդ մասին այսօր ասել է Տեր Եսայի Քահանա Արթենյանը։ Առաջին լրատվականն է եթերում, բարև ձեզ, օրվա գլխավոր թեմաները նախամարով։ Երևանը Եվրոպական խորհրդի նախագահին սպասելիս Հերմանմարտ սրտի նոպա է ունեցել, ընկերությունը պետք է 3 միլիարդ դոլարի տուգանք վճարի։ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյն այսօր ուշ երեկոյան կժամանի Հայաստան։ Տարածաշրջանային այցը Հարավային Կովկասն սկսում է Երևանից, հետո կմեկնի Թբիլիսի եւ Բաքու։ Առաջինն եթերում դուք դիտում եք օրվա գլխավոր թողարկումը։ Բարի երեկո, այսօր ծրագրում։ Տարածաշրջանային այցով Երևանում է Եվրամիության արտաքին հարցերի հանձնակազմի համար։ Հայաստանում բուկ կարելի է ընդունվել նաև համացանցի օգնությամբ։ Նախակիրճ պաշտոնականի մասին։ Տարածաշրջանային այցով Երևանում է Եվրամիության արտաքին հարցերի հանձնակատարը։ Քեթրին Էշտոնը երեկոյան հանդիպել է նախագահ Սարգսյանի հետ, հանդիպումն ավարտվել է քիչ առաջ։
Առաջին լրատվականի հիմնական թողարկումն է եթերում բարև ձեզ օրվա գլխավոր թեմաները նախ համառոտ։ Հայաստանում այսօր հիշատակում են ննջեցյալներին, կործանարար կլինի հենց Ադրբեջանի համար։ Այսօր երկուշաբթի է, բայց ոչ աշխատանքային Հայաստանում այսօր մեռելոց է։ Սուրբ Ծննդյան տաղավար տոնին հաջորդող օրը հայ առաքելական եկեղեցի Բարի երեկո տիկնայք և պարոնայք, առաջին լրատվականի Կիրակ Նորյան է, մեր պատմությունների մասին նախ մի քանի բառով։ Բանատը ուժեղ, բայց ներփազ։ Թանգարան սրբավայրի, զարմանալի մի նոր պատմություն այն մասին, թե ինչ է պատահում, երբ տղամարդը լսում է կնոջը։ Եվ այսպես անցնող շաբաթ բանակից 3 բոց ստացվեց, 3 երիտասարդ մահացավ, բայց ոչ հակառակորդի գնդակից։ Սպանություն, ինքնասպանություն կպարզի հետաքննությունը, ու մինչ ճշմարտությունը կփորձեն ի հայտ բերել, պատժել մեղավորներին, մի քանի հասարակական կազմակերպություն այնպիսի քայլեր են անում, որ առնվազն կասկած են առաջացնում իրենց իրավապաշտպան առաքելության հանդեպ։ Կիրակ Նորյան ամփոփիչ թողարկման առաջին լրատվականն է եթերում, ես Գևորգ Ալթունյանն եմ։ Բարի երեկո։ Խորհրդային միության փլուզումը որպես կանոն տարբեր կերպ Հարայնի ուղիղ եթերում աշխատանքն է սկսում առաջին լրատվականը, բարև ձեզ։ Համայն հայությունն ու առաջադեմ մարդկությունն այսօր ոգեկոչում են հայոց մեծ եղեռնի զոհերին։ Բարի երեկո եթերում առաջին լրատվականի հիմնական թողարկումն է, ես Քրիստինե Մելքոնյանն եմ, առաջիկա րոպեների ընթացքում առաջարկում եմ դիտել։ Այստեղ աղոթում եմ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երկենտրոնում։ Պարբերականի լրագրող լուսանկարիչն այդ ամենն արձանագրում է աշխարհին ներկայացնելու համար։ Եվ այսպես ամփոփվեց Հռոմի Սրբազան քահանայապետի հայաստանյան այցի երկրորդ օրը։ Այսօր վաղ առավոտյան Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ու ամենայն հայոց գարեգին երկրորդ կաթողիկոսը հանրապետության նախագահի ու առաջին տիկնոջ ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։ Շաբաթվա ամփոփիչ Կիրակ Նորյան թողարկման առաջին լրատվականն է եթերում, ես Գևորգ Ալթունյանն եմ, բարի երեկո։ Փոփոխությունների մեկնարկը տրված է կար մարդու, որն իր կյանքը ծառայեցրեց հային ու հայկականին։ Ամառն ավարտվեց եւ հանրային բնականոն կենսառիթմի վերականգնմանը զուգահեռ առաջին ալիքը վերսկսում է լիարժեք ու ծանրաբեռնված աշխատանքը։ Առաջին լրատվականի Կիրակ Նորյան թողարկումը նույնպես վերադառնում է հանգստից առավել ևս, որ երկրում բավական լուրջ պրոցեսներ են ընթանում, որոնք հագեցած լրահոս են ձևավորում։
Առաջին լրատվական շարունակում է աշխատանք հանրային ուղիղ եթերում, բարի կես գիշեր։ Հայաստանը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Արցախի անվտանգությունը պաշտպանելու գործում թե քաղաքական, թե իրավական, թե ռազմական առումներով։ Քաղաքական այս ուղերձն է եղել երկրի ղեկավար ազգային անվտանգության խորհրդի նիստում։ Օրակարգի շրջանակում քննարկվել են Ադրբեջանի կողմից 94 թվականի զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման հետևանքով իրավիճակն ու այլ հարցեր։ Հանրայինի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում առաջին լրատվականը, բարև ձեզ։ Երեկ ամբողջ օրը և նաև գիշերվա ընթացքում հանրապետության տարածքում առատ ձյուն էր տեղում, ինչի հետևանքով Երևանում և մարզերում ձնածածկույթ է ձևավորվել, ծառեր են կոտրվել, որոշ ճանապարհների խցանումներ են եղել, Սյունիքում նաև ողբերգական ավտովթար։ Բարի երեկո, եթերում առաջին լրատվականն է, այս թողարկման հիմնական լուրերը նախ համառոտ։ Քվանտ Վարժարանը 25 տարեկան է, Հոբելյանի արդիվ նորարեստը մեկ գրքում հայ ազգային գեղանկարչությունը ներկայացնում է երիտասարդ արվեստաբանը։ Քվանտ Վարժարանն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը Հայաստանի առաջին փորձարարական ոչ պետական Առաջին լրատվականի հիմնական թողարկումն է եթերում, բարև ձեզ, օրվա գլխավոր թեմաները նախ համառոտ։ Բնակարանից բացի և բնակարանի ծառերն իրականանում են, դեպի ուր կձգվի և ինչի հաշվին կեժանանա ճանապարհը երկնքով։ 88-ի ավերիչ երկրաշարժից գրեթե 3 տասնամյակ անց տնտեսության զարգացումը հետին պլան է մղել բնակարանաշինության խնդիրները, գյումրեցիները այսօր ուզում են առաջ նայել, պատրաստ են թեկուզ վարկով արտադրություն հիմնել, զարգացնել և առաջ գնալ։ Շաբաթվա ամփոփիչ, Կիրակն ուրա թողարկման առաջին լրատվականն է եթերում, ես Գևորգ Ալթունյանն եմ, բարի երեկո։ Երբ խաղակարտերը խառնված են, Ադրբեջանը չի մարդիկ, որոնք ստեղծել են հանրային ու դրա դեմքը դարձել, և մարդիկ, որոնք շարունակում են արդեն 60 տարվա ավանդույթները, հեռուստատեսային 60 ակնթարթ։ Հայաստանի և Արցախի կենսառիթմը հասկանալի պատճառներով շատ հարցերում պայմանավորում է չավարտված պատերազմը։ Եթե 1994 թվականի զինադադարից հետո սահմանային հարաբերական անդորը հույսեր տալիս էր, որ գործը դեպի խաղաղություն է գնում,
ապա 2014-ից կտրուկ ակտիվացած, իսկ այս տարվա ապրիլին արդեն պատերազմականի վերածված մարտական գործողություններն ապացուցեցին, որ խաղաղությունը ոչ միայն մոտ չէ, Օրակարգի շաբաթօրյա թողարկումն է եթերում, բարև ձեզ։ Բազմամիլիոնանոց գործարքներ Երևանից աշխարհի ցանկացած կետում կենսատեխնոլոգիական համաշխարհային ընկերությունը ավելացնում է Հայաստանում ներդրումների չափը։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, մայիսի 30-ի լրահոսն է ամփոփում օրակարգ լրատվականը։ Բարի երեկո, ահա թե ինչ ենք պատմելու այս թողարկմանը։ Արարատյան բակալավրիատ, ազգային կրթություն Քեմբրիջյան։ Ազատություն է տվել ժանիքներին, հոշոտել իր խնամողին։ Եվ այսպես ԵԱԿ գլխավոր քարտուղարը ափսոսանք է հայտնել, որ փակվում է ԵԱԿ Երևանյան գրասենյակը այդ Բարի երեկո տիկնայք և պարոնայք, լրատվական օրակարգի այս շաբաթվա ամենակարևորն ու հետաքրքիրը 360 աստիճանով։ Մեր պատմությունների մասին նախ համառոտ։ Բոլորը մասնակցում են Առողջ ապրելակերպի ազգային առանձնահատկությունները։ Եվ այսպես արցախցիները պատրաստվում են մոտենալ քվեատուփին։ Երկուշաբթի նրանք այո կամ ոչ են ասելու մայր օրենքի նոր տարբերակին։ Առաջին սահմանադրությունը ընդունելուց 11 տարի անց հայկական երկրորդ հանրապետությունը փոխում է այն։ Արցախը Հայաստանի ընտրած ճանապարհով չի գնում։ Արտակարգ ռեժիմով օրակարգ շարունակում է աշխատանք հանրայինի ուղիղ եթերում, բարև ձեզ եւ այսպես Exit poll-ի արդյունքներն ըստ մարզերի փոքր-ինչ տարբեր է ընդհանուր պատկերից, օրինակ Շիրակում Ծառուկյան դաշինքն ավելի բարձր տոկոսներ ունի, քան ՀՀԿ-ն, Լոռիում ՀՀԿ-ն առաջին տեղում է, Ծառուկյան դաշինքը երկրորդ, Ելքը երրորդ, այստեղ Բարի երեկո, օրակարգն ամփոփում է շաբաթը, գլխավոր թեմաները նախ համառոտ։ Մարտի 1-ը 10 տարի անց, ինչ են պնդում փաստերն ու փաստաբանության սոցիալ-ծառայություններում ու հարյուրավոր մեռած հոգիներ նպաստառուների ցուցակներում։ Շաբաթվա ամենակննարկվող թեման շարունակեց մնալ մարտի 1-ի քրեական գործն ու այդ գործում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին որպես մեղադրյալ ներգրավելու ու կալանավորելու հարցը։ Բարի լույս, օրակարգը սկսում է աշխատանքը առաջին ալիքի ուղիղ եթերում։ Շարունակվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել, հիշեցնեմ, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում արդեն կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Բարի երեկո տիկնայք և պարոնայք, լրատվական օրակարգի այս շաբաթվա ամենակարևորն ու հետաքրքիրը 360 աստիճանով։ Ցյուրիխ, սկզբից մինչև Երևան, առ ոչինչ, թուրքական կիսադաշտի Տրադրանք է առաջադրվում, ավատարի դեպքում էլ աղմուկ եղավ։ Շանսեր, ինտրիգներ, Օսկարի ճանապարհին։ Եվ այսպես անցնող շաբաթ Երևանում տեղի ունեցավ մի պատմական իրադարձություն, որը խորհրդանշում է Հայաստանի անցումը նախագահական կառավարումից խորհրդարանականի։
Բարի երեկո, եթերում օրակարգի հատուկ թողարկումն է։ Այսօր տեղի ունեցել կառավարության արտահերթ նիստ, որը վարել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը։ Արտահերթ նիստում համաձայն կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 14-րդ մասի եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը փաստեց վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը։ Բարի օր, եթերում հանրայինի լուրերի ցերեկային թողարկումն է, ես Մերի Ներսիսյանն եմ։ Կիրակին տոնական էր Արցախում, 27 տարի առաջ սեպտեմբերի 2-ին հռչակագիր ընդունվեց, որով սկսվեց հայկական երկրորդ հանրապետության անկախ եւ ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը, պետականաշինության հիմքը դրվեց։ Եթերում հանրայինի լուրերի հիմնական թողարկումն է, ես Մամիկոն Սիմոնյանն եմ, բարի երեկո, առաջարկում եմ նախ համառոտ ծանոթանալ այսօրվա լուրերին։ Ճապոնիան կխորացնի Հայաստանի հետ հարաբերությունը զբոսաշրջության հանրայինի նոր եթերաշրջանը, ինչ սպասել առաջինի եթերում։ Եվ այսպես, պաշտոնական այցով առաջին անգամ Երևանում է Ճապոնիայի արտգործնախարարը։ Այսօր առավոտյան Տարո Կոնոն այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել ցեղասպանության նահատակների կոթողին, այնուհետև կայացել են բանակցություններ հայ պաշտոնակցի հետ։ Հետո Զորաբ Մնացականյանն ու Տարո Կոնոն հանդիպել են լրագրողների հետ։ Բարի երեկո, եթերում հանրայինի լուրերի հիմնական թողարկումն է, ժամի գլխավոր նորություններին ծանոթացեք նախ համառոտ։ Ազգային անվտանգության եւ հատուկ քննչական ծառայությունների ղեկավարների գաղտնալից Օրբանի կառավարությունը ոտնահարել է եվրոպական արժեքները։ Երևանում այսօր սկսվել է ֆրանկոֆոնիայի միջազգային հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովը։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Երևանը կդարձնի ֆրանկոֆոնիայի քաղաքացիական հասարակության մայրաքաղաք, ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։ Վարչապետ Փաշինյանն էլ հյուրերին ողջունել է ֆրանսերենով։ Հայաստանն ամբողջ ներուժով պատրաստվում է կարևոր այդ միջոցառմանը, ասել է նա։ Բարև ձեզ, եթերում լուրերի երեկոյան թողարկումն է, այս ժամի գլխավոր նորությունները նախ մի քանի տողով։ Մարտի 31-ին մեկնարկական ձեռքբերումները զարմացրել են դիվանագետների կանանց, ռեպորտաժ Լոռու Սմարթ կենտրոնից։ Եվ այսպես այսօր նոր-նորքից մեկնարկել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համաերևանյան քայլերթը։ Այսօրվա մեր երթը յուրատեսակ ամփոփում է այն քայլարշավի, որ մենք սկսեցինք մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից եւ որը պսակվեց ոչ բռնի Թավշյա հեղափոխության հաղթանակով, հայտարարել է Փաշինյանը։ Առաջին ալիքի եթերում լուրերի հատուկ թողարկումն է, բարև ձեզ։ Եվ այսպես, Հայաստանը 2 տարի կնախագահի ֆրանկոֆոնիան, Մադագասկարի նախագահը էստաֆետն այսօր փոխանցեց Հայաստանի վարչապետին։ Բարև ձեզ, եթերում լուրերի հերթական թողարկումն է, ես Մերի Ներսիսյանն եմ։ Շարունակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Երկրի ղեկավարն այսօր առավոտյան մասնակցել է ասիական քաղաքակրթությունների երկխոսություն համաժողովին ու հանդես եկել ելույթով։ Համաժողովից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Չինաստանի վարչապետի հետ։ Ժամը 21-ն է, առաջին ալիքի ուղիղ եթերում լուրերի գլխավոր թողարկումն է, ես Անի Զաքարյանն եմ, բարի երեկո, թողարկման առաջին հատվածում կանդրադառնանք հետևյալ թեմաներին։ Ռազմական տեղաշարժերը չդեմարկացված ՍԱՏԱԿազմի ղեկավարի քննարկումները միջազգային գործընկերների հետ։
Հարցերը ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով լուծելու հայկական կողմի պատրաստակամությունը Վաշինգտոնը բարձր է գնահատել։ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ երեկ ուշ երեկոյան կայացած հեռախոսազրույցում Սպիտակ տան դիրքորոշումն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդականը։ Բարի երեկո, հիմնական թողարկման ուղիղ եթերում լուրերն է, ստուդիայում աշխատում է Լիլիթ Աղբալյանը, այս թողարկմանը դիտեք։ Կառուցողական վստահելի Հայաստան այցից առաջ այս գիտաժողով հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում խորագրով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերության քարտուղար Բարի երեկո, առաջին ալիքի ուղիղ եթերում լուրերի կիրակնորա թողարկումն է, ես Տաթև Դանիելյանն եմ։ Հիմնական թեմաների մասին նախամարոտ։ Մոնիկ Գասպարյանի հայտարարությունը Սերժ Սարգսյանի անմիջական հրավերաբար ավելի կայուն վիճակում գտնվող պացիենտներ։ Պաշտպանության նախարարությունը հերքել է սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունը, թե Տավուշի Բարի օր, եթերում լուրերի թողարկումն է, ես Արթուր Խաչատրյանն եմ։ Անցած օրվա ավարտին Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերը Ստեփանակերտի երկնքում ոչնչացրել են հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն։ Պատերազմի 35-րդ օրը հայկական զինված ուժերն առանց Առաջինի ուղիղ եթերում օրվա իրադարձությունները լուսաբանելու գլխավոր ժամն է, ես Արտյոմ Կարապետյանն եմ, բարի երեկո, թողարկման առաջին հատվածի թեմաները նախակիրճ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ոչ Դուք միացել եք առաջինի լուրերին, ես Արտյոմ Կարապետյանն եմ, բարև ձեզ։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Եթերում լուրերի գլխավոր թողարկումն է, ես Անի Զաքարյանն եմ, բարի երեկո, թեմաների մասին նախամարոտ։ Վարչապետ Փաշինյանը մեկնել է Կարճատև արձակուրդ, սեպտեմբերի 1-ին ընդառաջ ինչ են պլանավորում իրավասուները։ Լուրերի հարցազրույցը առողջապահության նախարարի հետ։ Եվ այսպես մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածքն ընդունելի է եւ միջազգային իրավունքի բացահայտ խախտում ռուսական կողմի հրավերով Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Բարի երեկո, ուղիղ եթերում կիրակնորա լուրերն է, ես Տաթև Դանիելյանն եմ։ Հիմնական թեմաները նախամարոտ։ Հայաստանի տնտեսությունը տասնյակ անգամ, ինչպես են մեր հայրենակիցները ապրում եվրոպական ճամբարներում ու ինչ ակնկալիքներ կարող են ունենալ Հայաստան վերադարձի դեպքում։
Արևելյան տնտեսական համաժողովին, որը թեև հեռավոր արևելքի երկրների գործակցության հարթակ է, այս տարի հրավիրված էր նաև Հայաստանը։ Հնդկաստանի, Չինաստանի ու Ռուսաստանի նման տնտեսական հսկաների հետ քննարկման հրավերը փորձագետները արդեն կարևոր գործոն են համարում։ Դուք դիտում եք լուրերի հատուկ թողարկումը, մենք նորից ուղիղ եթերում ենք, բարև ձեզ։ Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել կրակը դադարեցնելու պայմանավորվածություն, հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է անվտանգության խորհրդի քարտուղարը։ Առաջինի եթերում կիրակնորյա լուրերի թողարկումն է, ես Վոլոդիա Մուշեղյանն եմ, բարի երեկո։ Էջմիածնում տեղի ունեցել մայրտաճարի վերահսկման արարողությունը, հայրապետական Սուրբ Պատարագին ներկա եղել վարչապետ արգելման ուղղությամբ պետական քայլերը։ Հիմնական ուշադրությունը պետք է մարդկանց գիտակցությունը լինի։ Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II ձեռամբոցվել է Սուրբ Էջմիածնի մայրտաճարի Սուրբ Սեղանը և մատուցվել է հայրապետական Սուրբ Եթերում լուրերի թողարկումն է, ես Նարեկ Ոսկանյանն եմ, բարև ձեզ։ Այսօր լրանում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը։ Բարև ձեզ, երեկոյան 8-ի թողարկման ուղիղ եթերում լուրերն է, ձեզ համար աշխատում է Լիլիթ Աղբալյանը։ Երկուշաբթի դռները կբացի փոքր Վերիի դպրոցը, կրթական հաստատության բացման արարողությունը կայացել է այսօր, որի Առաջինի ուղիղ եթերում օրվա իրադարձությունները լուսաբանելու գլխավոր ժամն է, ես Արթուր Կարապետյանն եմ, բարի երեկո։ Բարձր մակարդակի հանդիպումներ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով Թրամփի խոսքով նրանք պատերազմն օգտագործում են ընտրություններից խուսափելու համար։ Եվ այսպես վարչապետը երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում է, Նիկոլ Փաշինյանին ընդունել է կանցլեր Առաջինի եթերում լուրերի թողարկումն է, ես Վոլոդիա Մուշեղյանն եմ, բարև ձեզ։ ԿՊ վարչության որոշմամբ ընդունված կուսակցության էթիկայի կանոնագիրքը սոցիալական հարթակում հրապարակել է Նիկոլ Փաշինյանը։ Եթերում լուրերի թողարկումն է, ես Շուշան Էսակունցն եմ, բարև ձեզ։ Կառավարությունը 1 միլիարդ 708 միլիոն դրամ է հատկացրել 12 համայնքի 15 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը։
Գիրակնորյա լուրերի թողարկումն է առաջինի ուղիղ եթերում, ես Վոլոդիա Մուշեղյանն եմ, բարի երեկո։ Արկա է երկուստեք կամք, պատրաստակամություն և հնարավորություններ զարգացնելու Հայաստան-Իրան հարաբերությունները Թեհրանում Արմեն Գրիգորյանին ընդունել են նախագահ Փեզեշքյանը։ Ուղիղ ֆինանսական փոխհատուցմամբ ոլորտի համար կառավարություն ունի նաև աջակցության ծրագրեր։ Թողարկման մեկնարկին մի քանի պաշտոնական լուր։ Վարչապետ Փաշինյանը Տաթևում հանդիպել է, կրթվել է նորաձև շարժման համակիրների հետ։ Կրթության ինքնազարգացման Մենք վերադարձանք և շարունակում ենք աշխատանքը ուղիղ եթերում արդեն հատուկ թողարկմամբ։ Եվ օրվա գլխավոր թեման Վաշինգտոնում այսօր անցկացվում են հայ-ամերիկյան երկկողմ և Հայաստան, Միացյալ Նահանգներ, Ադրբեջան եռակողմ բանակցություններ։ Սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթը արևմտահայերենով ամփոփելու ժամն է, ես Լուսիվանա Կարապետյանն եմ։ Առաջին Հանրապետության քոյության կարճ ընթացքին մենք չհասցուցինք հստականալ Հայաստանի Հանրապետության մասին մեր պատկերացումներում մեջ։ Ժողովրդին ուղղած ուղերձի մեջ նշած է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով երկրորդ հանրապետությունը խորհրդայինն էր, որ ինքնիշխան պետություն չէր, այլ խորհրդային ընկերվարական հանրապետություններու միության կազմի մեջ գտնվող երկիրը։ Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթը արևմտահայերենով ամփոփելու ժամն է, ես Լուսիվանա Կարապետյանն եմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մեջ հյուրընկալած է պաշտոնական այցելությամբ Հայաստան գտնվող Լեհաստանի նախագահ Անդրեյ Դուդայի գլխավորած պատվիրակությունը։ Զրուցակիցները կարևորած են Հայաստանի եւ Լեհաստանի քաղաքական, տնտեսական, զբոսաշրջային, մշակութային եւ մարդասիրական ասպարեզներեն ներս համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։ Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթը արևմտահայերենով ամփոփելու ժամն է, ես Լուսիվանա Կարապետյանն եմ։ Ինչ կբացահայտե Ղարաբաղի բանակցային փաթեթը կառավարություն 13 փաստաթուղթ հրապարակած է, ներառյալ Մեղրիի եւ Ղարաբաղի փոխանակման տարբերակն ու Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին։ Պարույր Հայրիկյանը և մեր անկախությունը հավերժ ընկերներ դատավճռով։ Նրա բացատրածից Մարգարիտ Սարգսյանը եզրակացրել է, անկախությունը պետք է սիրել, ինչպես ծնողին, որին չեն ընտրում։ Հոկտեմբերի 19-ը 5 շաբթի լրաբերի ուղիղ եթերները շարունակվում են, բարի օր, ստուդիայում աշխատում է Գոհար Սրապյոնյանը։ Լրատվական օրը անոնս։ Կցկավանդակի շրջանում հրանձնված մարդկանց մասին ֆիլմի դրվագները։ Լրաբերի ստուդիայում կաշխատի Գայանե Սարգսյանը։ Մենք սկսում ենք թողարկումը բարի երեկո և սկսում ենք բանակից ստացած ցավալի լուրով։ Ձորամասի գրակային դիրքում Լրաբերն է բարև ձեզ, սահմանային համայնքներ կատարած այցերս ցույց են տալիս, որ նույնիսկ Լրաբերն է ուղիղ եթերում բարի երեկո։
Միքայել Սրբազանի առողջական վիճակի ու վիրահատության անհրաժեշտության մասին փաստաթղթերն ու դիմումները փաստաբաններն սահմանված կարգի ներկայացրել են համապատասխան կառույցներին։